Շատ սիրելի հեռուստադիտողներ, ջերմ բարևներով Սիլվան եմ, հույսով եմ բոլորդ լինեք ողջ և առողջ։ Սիրելիներ, այսօր երկուշաբթի երեկոյան ծրագիրը սկսում ենք ժամի 5:30-ին, կշարունակվի մինչև ժամի 6-ը։ Այս ընթացքում դուք կարող եք զանգել ստուդիոն ձեր հարցերի համար 818 326 8221 թվով։ Իսկ ինձ հետ ժամադրության համար սիրելիներ, հոգեկան անհանգստությունների վերաբերյալ, ընտանեկան դժվարություններ, զույգեր, ամուսիններ, նախքան ամուսնության թեստերի համար, նույնպես depression, anxiety, panic attack, anger management, recovery from codependency կարող եք իմ գրասենյակը զանգել ժամադրություն վերցնելու համար 818 326 8221 թվով։ Բարևում եմ մեր շատ սիրելի Facebook-ի, Instagram-ի և YouTube-ի ընկերներին, Hello Friends, շատ մերսի, որ միացել եք մեզի, խնդրում եմ ձեր ընկերներին, ծանոթներին էլ տեղյակ պահեք, որ նրանք էլ միանան մեզի։ Եվ նույնպես սիրելիներ YouTube-ի վրա խնդրում եմ, որ subscribe դառնաք, YouTube-ը մի քանի ժամանակ էր, որ այս վերջի քանի ամսվա ծրագիրները չկար, բայց արդեն 2 շաբաթ է, որ սկսվել է և դուք կարող եք շարունակեք և YouTube-ով ծրագիրները հետևել սիրելիներ։ Եվ սիրելիներ, գիծերը բաց են այս րոպեից, դուք կարող եք զանգել ստուդիոն ձեր հարցերի համար։ Իհարկե կնախընտրեմ, որ ծրագրի սկիզբը զանգեք, շատ շնորհակալ կլինեմ։ Մեկ անգամ էլ կրկնում եմ հեռախոսի թիվը, որ դուք այս րոպեին ուզում եք զանգեք ձեր հարցերի համար 818 326 8221 թիվը։ Սիրելիներ, այսօր անցյալ շաբաթ narcissist personality disorder-ի մասին խոսացի և այսօր narcissist ծնողների մասին, մայրերը, narcissistic mothers, որ եթե մենք ծնողներ ունենք, որ narcissistic personality ունեն, ինչպես են կարող վերաբերվենք, որովհետև ընդհանրապես միշտ ես խոսացել եմ, բացատրել եմ, որ narcissist մեկերին, եթե որ սկզբնական շրջանն է և ծանոթանում ենք, այդ րոպեին, որ նկատում ենք այդ անձը narcissist personality ունի, հեռանանք, փախնենք, որովհետև շատ դժվար personality է և narcissist-ի հետ ապրելը սիրելիներ երկար ժամանակվա ընթացքում ընդհանրապես ազդում է վերջի վերջո ազդում է մեր առողջության, թե կարելի է հոգեկան անհանգստություններ ստեղծվի և թե ֆիզիկապես հիվանդություններ ստեղծվի մեզ համար, որովհետև այսպիսի personality հետ ապրելը անընդհատ մենք conflict-ի մեջ ենք և անհանգստանում ենք, նեղվում ենք և շատ դժվար, difficult, դժվար և gaslight անող character-ներ են, personality-ներ են, որ ամեն անգամ իրենց մի խոսքով, վերաբերմունքով, ծաղրելով, ամաչացնելով, սուտ ասելով, empathetic չելնելով, պատճառ են դառնում, որ հոգեպես ազդվի մարդը և այդ ազդվելը, որ անընդհատ կրկնվում է, վերջապես ազդում է մեր հոգեկանին, թե stress, anxiety, depression և հետո էլ շատ պարզ է, որ մեր առողջության, ֆիզիկական առողջության է ազդում։ Եթե որ հիմա մեկը կա, որ արդեն այդպիսի մեկի հետ ապրում է, որ իր քույրերն են, ծնողներն են, կամ grandparents, եթե այդպիսի մեկերն են, մենք էլ արդեն մեջն ենք և չենք կարող, որ թողնենք հեռանանք։ Իհարկե, եթե severe վիճակը լինի, այո, միշտ խորհուրդ ենք տալի իրենց հեռու պահեն,
բայց նրանք, որ արդեն մոտիկ են եւ մանավանդ իրենց ծնողը, հայրը կամ մայրն է նարսիսիստիկ, դրանց հետ ապրելը պետք է մենք սովորենք, որ ինչպեսի վերաբերվենք, որ շատ չազդվենք եւ չհիվանդանանք։ Թույլ տվեք առաջի գիծը պատասխանենք։ Այո, համեցեք։ Բարև ձեզ Սիլվա ջան։ Բարև ձեզ։ Հարցն եմ, չգիտեմ, ճիշտ հարցը չէ։ Ես ընդհանրապես ուշ եմ քնում 11:30։ Երբ որ ուզում եմ մի կես ժամ շուտ քնեմ, այդ նշանակում ամբողջ գիշեր էլ չեմ քնի կամ լավագույն դեպքում մինչև 3-2 տեսք չեմ քնում։ Հիմա այդ ժամանակ որ չեմ քնում, ասենք թե պարկած կարող եմ մեդիտեյշնի ժամանակ անեմ։ Թե չի անցնի որպես մեդիտեյշն, պետք է արդյուն ժամանակ արվի։ Այդ երևի ճիշտ հարց եմ տալի հիմա հարցաբար։ Չէ, շատ ճիշտ հարց է։ Շատ ճիշտ հարց է։ Երբ որ շատ լավ է, որ ձեր քնելու ժամը արդեն սարքում եք, որ ավելի շուտոտ քնեք եւ կտևի։ Կստացվի։ Մի բան, որ տարիներ մենք չենք արել, հիմա նոր ձևը ուզում ենք կատարենք, պարզ է, որ մեկ անգամ, երկու անգամով չի լինի, թեկուզ մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիսն էլ կարելի է դժվարություն ունենանք, մինչև մեր սիստեմը գա եւ սարքվի տեղ ընկնի, բայց consistency, այսինքն կրկնելը շատ կարեւոր է, որ նույն ժամը կրկնեք ամեն գիշեր եւ երբ որ արդեն եթե ասենք հիմա գիշերվա 3-ին 4-ին արթնանում եք եւ դժվար եք հետերթում քնելու այդ մեդիտեյշնը դուք արդեն որոշված հիմա YouTube-ի վրա կամ նախապես օտար թեփի վրա ձայնագրած ունեք կամ ձեր մտքով եք կատարում օրինակ ես ինքս YouTube-ի վրա ունեմ քանի հատ մեդիտեյշններ որ եթե արդեն շատ դժվար է լինում որ էլ ստիպված եմ մեկն ու մեկը ընտրում եմ որը մեկ ժամ կամ 2 ժամանոց breathing-ից շունչ քաշելուց սկսում է խոսակցությունը եւ մենակ լսում եմ դրան եւ երբ որ մեր ուշադրությունը տալիս ենք այդ մեդիտեյշնը որ լսում ենք եւ դա օգնում է որ մենք նորեն հետ վերադառնանք մեր քնելու շրջանակի մեջ ընկնենք ճիշտ սրվում ենք երթում ենք քնում ենք մի անգամից տեսնում ենք առավոտ է արևը դուրս է եկել ու լույսը որվեր է այո մեդիտեյշնը այդ ձև ժամանակ շատ լավ է աղոթքը լավ է մեդիտեյշնը լավ է նույնպես մեկ հատ մեկ ձևի մյուզիկներ կա որ ուղեղի վեյվերը ուղեղի ալիքները որ բեթայի վրա է որ արդեն արթնացել եք որ այդ ուղեղի ալիքները brain wave-ը բերում է իջեցնում է եւ ալֆայի վրա է դնում որը ալֆայի վրա որ ելում է այսինքն քնածու արթունի մեջ է երբ որ այդ դրության մեջ ենք դնում այդ մյուզիկներից էլ կարող եք ընտրեք եթե որ հոգնում եք հիմա 1 ամիս 2 ամիս այս մեդիտեյշն լսեր եք հոգներ եք մյուզիկներ կա աղոթքներ կա կամ այս վերջերը ես նկատել եմ որ գիշերվա քնելու պատմություններ կա որը շատ հանգիստ պատմությունները հիմա ինչ լեզվով որ հանգիստ եք հայերեն, պարսկերեն, անգլերեն կամ ռուսերեն չեմ անում ռուսերենը կա թե չկա բայց վստահ եմ որ պետք է լինի այդ գիշերվա քնելու պատմություններն էլ 1 ժամանոց, 2 ժամանոց կարող եք լսեք եւ հենց այդ առաջի 10 րոպեն որ դուք ուշադրությունը տալիս եք այդ պատմության կամ մեդիտեյշնին դա արդեն ձեզի օգնում է եւ միանգամից սահում եք գնում եք այդ քնելու սայքլի մեջ ուրեմն ձեր հարցի պատասխանը որ գիշերը արթնանում եք կեսգիշերին մեդիտեյշնը օգտավետ է թե ոչ, այո, կարող է ձեզի օգնի քնելու համար։ Մեդիտեյշնը քնելունը տարբեր է,
մյուսները տարբեր են։ Ուրեմն դուք meditation-ը պետք է ընտրեք, քնելու meditation-ները օգտվեք։ Եվ այո, շատ լավ է, որ այդ ձևով վերջապես ձեր միտքը հավաքում է, որ մեկ հատ բանի եք ուշադրություն տալի։ Օտար հարց ունեք։ Այո, բայց դուք ասում եք պետքա թեյպ լինի, որ ես լսեմ։ Հիմա Բայց ես որ գնում եմ թեյպ չունեմ ես, տենց որ դերս կարելի է թեյպերը։ դուք հեռախոսից iPhone-ներից ունեք։ Ունեմ։ Okay, դրանց վրա, YouTube-ի վրա, որ խփեք meditation, լիք հազարավոր meditation կգա, որ կարող եք լսեք։ Գիշերը կարող եմ այդ ժամանակ, որ չեմ կարողանում քնեմ։ Պատրաստ ունեցեք միշտ, իմացեք անունն ինչ է։ Հեռախոսով լսեմ, հա։ Այո, դրեք անկյունը, շատ մոտիկ մի բերեք ձեզի, ձեր ուղեղի գլխին շատ մոտիկ մի դրեք, մի քիչ հեռու օտելնի, որ շատ մոտիկ չենք ուզում հեռախոսը մեզի ելնի քնած ժամանակ, փոքր հեռու ելնի, որ կարողանաք այդ կոճակը սողմեք ու թողեք իր համար խոսա, դուք էլ լսում եք ու քնում եք։ Okay։ Խնդրեմ։ Այո։ Սիրելիներ, ձեր զանգելու համար այս րոպեին գիծերը բաց են, կարող եք զանգեք ստուդիոն ձեր հարցերի համար։ Հեռախոսի թիվն է 818 326 82 21։ Այո, նարսիսիստի հետ ապրելու համար ասացին, եթե այդ նարսիսիստիկ personality disorder ունեցողները ձեր ծնողներն են լինում, մենք սկզբնական շրջանում չենք նկատում, մենակ կարծում ենք, որ իմ մամես շատ controlling է, իմ մամես շատ ինքնահավան է, ես ինչ անում եմ չի հավանում, ինձ validation չի տալի, մի անգամ չի ասի ձեռը չցավա, աղջիկս տղես, ես ինչ սիրուն գործ ես արել, ես ինչ համով ճաշ ես ինչ անում եմ, ճիշտ մի բան պակաս է, վերջը մի բան պետք է բերի, կպցնի ասի, կամ համեմատում է օտարների երեխերքի հետ, կամ գանգաչատ է տալի, և հոգնում եք, նեղվում եք, ջղայնանում եք, և կարծում եք, որ իմ մամես շատ դժվար personality ունի, շատ դժվար character ունի, իր հետ ապրելը շատ դժվար է, բայց այստեղ ուրեմն, եթե այդպիսի բան եք նկատում, որ իմ ծնողս շատ դժվար personality ունի, ինքը միշտ մի խոսքեր է ասում, պահանջ շատ ունի, validation չի տալի և անընդհատ criticize է անում, և controlling է, սպասելիք շատ ունի, մեկ անգամ բերնից մի հատ քաղցր խոսք չի դուրս գա, որ ասի, այս ձևը ինչքան լավ ես կատարել, ինչ ճաշ պատրաստում եմ, ասում, վերջապես մի հատ պոչ է կպցնում, որ աղը քիչ էր կամ շատ էր, երբ որ այդպիսի նկատում եք, միգուցե ժամանակն է, որ ուզենաք մի փոքր ավելի շատ իմանաք այդ ծնողի այդ personality-ի արդի, որ մի 2-3 ամիս անընդհատ իրանց հետ ժամ անցացնեք, որ տեսնեք այդ վերաբերմունքը արդյոք pattern է, սովորություն է դարձել, սովորություն է, որ անընդհատ կրկնվում է նույն շրջանակը, նույն pattern-ը անընդհատ կրկնվում է, և եթե նկատակ, որ same pattern անընդհատ կրկնվում է և այդ narcissistic behavior-ները, trait-ները 7 հատ 8 հատը արդեն մեջում կա, այդ ժամանակ է, որ դուք կարող եք հասկանալ, որ ձեր ծնողը, ձեր մամեն, ուրեմն narcissistic personality ունի և այդ արդեն մամից հո չենք կարող divorce անենք, չենք կարող թողնենք, փախնենք, չենք կարող ոչինչ անենք, վերջապես կամ երեխերքը կան, Thanksgiving է, հիմա հրավիրեր են, ուզում են իրար շուրջ ելեն, որ ընդհանրապես տոնորերին հավաքվում են և այդ վերաբերմունքը, այդ pattern-ը
այդպիսի ժամանակներ բոլորն էլ շատ emotional են, զգացումները ավելի շատ է եւ մեկ հատ, երկու հատ, երեք հատ խոսքը կուլ են տալի, ոչինչ չեն ասում, բայց հետո մեկ անգամից պայթում են, օքեյ, այս սալատը սարքերես, աղը շատ է սարել, արդեն այդ ճիշտ կարծես վերջի կաթիլը լցվում է, որ պայթում են եւ անախորժություն, անհանգստություն է ստեղծվում, որովհետև gaslight են անում ձեզի եւ տարիներ այդպիսի մեկի հետ ապրել է հիմա Thanksgiving-ի համար էլ հավաքվեր են կամ զատիկ է նոր տարիը Christmas-ը կամ որևէ մի առիթի համար եւ այդ ժամանակ է որ ընդհանրապես այդպիսի ծնողներ պատճառ են ելնում այդ երեխեն ինքը իրան միշտ մտածի որ I'm not enough ես բավական չեմ եւ գալիս են այդ երեխեքը փոքր տարիքից որ validation չեն ստանում ուրեմն աշխատում են իրենց ամեն ինչը լավագույնը կատարեն որ շատ ժամանակ դրանց ասում են golden child ոսկի երեխեքը golden child-երը որ տարբեր մարզանքների մեջ առաջին են, նոմեր 1 են ելնում, դասերը շատ լավ է, վարքը, հագուստը, խոսալը, նստելը, որտեղ բոլորը վախի վրայով են անում եւ միշտ կատարում են այդ գործերը, որ ծնողը միշտ հպարտանա, պարծենա, այնինչ որ իրանք չեն ունեցել իրենց երեխի միջոցով, իմ աղջիկս այս քեթինգ է անում, պիանո է նվագում, դասերը միշտ A+ է, այսպիսի կամ այնպիսի, բայց ինչ էլ անեք, էլի մի բան պակաս է, որ դուք միշտ զգում եք I'm not enough, I'm not enough, ես բավականին լավը չեմ, ճիշտ մեկ հատ մանտրայի նման այդ ձեր ուղեղի հետևը անընդհատ կրկնվում է, որ ես այդքան որ կարիք է, պետք է լավը չեմ, իմ արածը այդքան որ պետք է բավական չի եւ այդ golden child-երը ընդհանրապես survival guilt-ով են ապրում, այսինքն ասենց մի հատ իրանց մեղավոր guilty feeling-ը միշտ իրենց մեկ հատ զգացումներից է, որ մեկ հատ նեգատիվ զգացում է, որ միշտ դրանք այդպեսի ապրում են եւ միշտ ուզում են, որ այդ ծնողին, այդ մամին բավարարացնեն իրենց լավ գործերով եւ doer են չափից ավելի շատ են անում որ գոնե մի հատ validation ստանան եւ հետո հիմա ամուսնանում են ամեն մարդ իր կյանքը շարունակում է բայց դեռ այդպիսի relationship կա որ թույնավոր է թույլ տվեք այս գիծը պատասխանենք այո համեցեք բարև ձեզ ես ուզում եի չզանգեի բայց այդ թեման ինձ համար այնքան թեման այնքան սենսիտիվ է որ ես այո համեց ճիշտ ասած շատ ուժեղ հանգստացա բայց այս ամեն ինչը պարզ է հասկանալի է մենակ ուզում իմանամ Okay, մենք ինչ անենք այդ դեպքում, չէ՞ որ մենք չորս չենք ունեցել ու unfortunately ցավոք սրտի նման բան է պատահում, հիմա ծնողը ոչ ձեր ասած դիվորս անելու է, ոչ գցելու է, ոչ պահելու է։ Ու այդ զգացումը, որ դու ասում ես գլխիդ հետևանք, պատտվում է, հիմա ոչ պետք է անենք, որ այդ կանգնի, ասենք գիտեմ, ասենք հոգեբանի գնաս, բայց այդ էլ ոնց որ այդքան չի օգնում։ Այո։ Եթե կարելի է, ասենք մարդ ինքը իրան, ասենք բայ ինքը իրանով ինչ կարա անի, որ այդ միտքը որ ամնատինած, այդ միտքը չկրկնվի։ Այո, այո։ Օրինակ ես շատ հանգիստ էի, բայց այս ամեն ինչը որ լսում ես, նորից ոնց որ զգում ես, որ դեռ քո վերքերը չի փակվում։ Այո։ Այսքան տարի չի փակվում, հոգեբանի էլ գնում ես, լավ կյանք էլ ունենում ես, բայց այդ միտքը չի կանգնում։ Այո, հիվանդացնում է, թե հոգեպես է հիվանդացնում, թե ֆիզիկապես։
Այո։ Այո։ Հիմա Ես շատ ցավակից եմ զգում ինձի ձեր հետ, որ այս զգացումը, այս վերքը բացվավ եւ շատ լավ հարց էր, որ հիմա ինչ անենք։ այո, Ինչ ուղղակի ազատագրվել է այո, ինչ անելու համար հանկարծ տեսնում ենք, որ հոգեբաններ թալով էլ չի սարքվում, որովհետև ճիշտ կետի վրա պետք է մատ դնենք, solution տանք, ընդհանրապես կան հոգեբաններ, որ solution տալիս են ձեզի, հոգեբաններ կան, որ solution չեն տալի, greedy են, և ձեր խոսակցությունը միշտ կիսատ մնում է, ասում եմ, we talk next session, բայց ես միշտ սիրում եմ solution, քանի հատ տնեմ, որ մեկը որ սիրում են ընտրեն։ Առաջի բանը նա է, որ մենք առաջ պետք է identify անենք, ճանաչենք pattern-ը, եթե որ տեսնում ենք արդեն 100-ին 100% narcissistic personality ծնող ունենք, մայր ունենք, առաջ էդի պետք է վստահանանք։ Երկրորդ բանը նա է, որ expectation սպասելիք էլ մենք իրանցից չենք կարող ունենանք, որ հիմա էսի գա, ես հիմա էս անեմ, են անեմ, լավ աղջիկ ելնեմ, որ հիմա մենք ելեր ենք ինքներս 50-60 տարեկան, դեր կարծում ենք են երեխենը, որ էլի լավություն անեմ, էլի բացադրեմ, էլի ամեն անգամ սպասելիք ունենամ, որ էս անգամ որ տեսնում եմ, որտեվ շատ եմ favor արել, էս անգամ միգուցե որ նամ մեկ հատ ինձ ժպիտ տա, ոչ, երբեք նրանք չեն փոխվի, they don't change, մենք պետք է փոխվենք, հիմա որովհետև ծնողս է, ճանապարհ չունենք, divorce անենք, հեռանանք, ստիպված ենք, որ իրանց հանդիպենք, առաջի քայլը identify անելն է, ճանաչելն է, վստահելն է, որ narcissistic ծնող ունեմ, և հետո իմանանք 100-ին 100, որ they don't change, we cannot change them, և սպասելիք չունենանք, expectation չունենանք, և հետո գալիս է superficial, այսինքն երեսանց մեկ հատ relationship է ստեղծում, այսինքն հիմա Thanksgiving է գնացել ենք, իմանում եմ, որ ես deep conversation-ի մեջ չեմ կարող մտնեմ իմ ծնողի հետ, որովհետև ուզենամ deep conversation զրույցի մեջ մտնեմ, նա նորեն կգամ մի բան կասի, ինձ gaslight կանի և նորեն նույն պատմություն կելի, ուրեմն իմանալով, awareness, արդունելով, consciousness, be ready, ճիշտ կարծես, պետք է նկարագրեք, որ դուք interview ունեք, դուք պետք է երթաք Bank of America interview, հիմա էդ է դուք ինչ եք անելու էդ կես ժամը, որ ուզում եք հաշիվ բացեք, interview-ին մենք կամ այդ աշխատանք ուզում եք երթաք hire ելնեք մետը, ճիշտ երթում եք interview, be prepared, be ready, be conscious, be aware, որ ամեն ձևի դուք կարողանաք հսկեք ձեր մտքերը, զգացումները, սպասելիք չունենաք և boundary-ները, և դա երթում եք և երեսանց, օդու ջուրի մասին եք խոսում, եթե դուք ասաք օդը լավ է, ենի ասավ չէ, օդը լավ չի, ասում ես, հա ճիշտ ես ասում, լավ չի։ Բայց շատ դժվար է, որ Էտա որ կա, եթե ուզում ենք կապը պահենք, որտեղ ուզում եք ունենանք այդ մամային։ Չի ելնի, ձեր սպասելիքը պետք է վերցնեք, հավաքեք, մեկ հատ վարդագույն սիրուն թաշկինակ տնեք, կապեք, ուղարկեք երկինքը, վերջացավ գնաց, այդ ձև մամից սպասելիք չեք կարող ունենաք, գնացեք մեկ հատ ընկերուի հարևան ճարեք, որ ձեզի հետ փափուկ վարվի, չի ելնի, այդ սպասելիքը, անցյալի անհանգստությունները, այդ վարդագույն, պինք, մեկ հատ շալի մեջ փաթաթե, կապեք, ուղարկեք երկեք, վերջ, սպասելիք չպետք է ունենաք, մտերմություն չեք կարող ունենաք, ամեն չէ superficial պետք է ելի, պետք է իմանաք, որ they don't change, boundary պետք է դնեք շատ superficial, այսինքն օդու ջուրին մասին էլ որ խոսում եք, որտեղ այսօր երեխեք կան, թոռներ կան, ծոռներ կան, երթում են, ուզում են հարաբերություն ունենալ, շատ լավ, հիմա մենք մենք ենք, որ պետք է ready ելնենք, դուք պետք է մեծնակ secret-ը, որ բալանին ես այսօր կարող եմ ձեզի տամ, դուք մտածեք այդ մեկ interview, NASA-ի համար,
ինչ եք անելու, ամեն ինչը երեսանցը ելելու, նասա էթակ ինտերվյու, դուք չեք նստի deep conversation ունենաք, ամեն ինչը այո կամ ոչ, հա, հետո կարելի է ձեզի ասի, աղջիկս այսօր չես խոսում, սուսուփուս ես, իրան ասում ես, հա, շատ ժամանակա քեզի չեմ տեսել, մենակ լսում եմ, հենց այդքան, ամեն ինչը երեսանց պետք է էլի, ոչիչը դիպ չեք կարող երթակ իրանց հետ, եթե ուզում եք, որ կռիվ չելնի ու gaslight չելնեք ու չանանգստանաք, ուրեմն conscious, no expectation, չխաբվեք, որտեղ եթե խաբվեք այդ օրը մեկ փոք դիպ ուզենաք երթակ, մա ձեր սիրտը բացեք, մա ասեք, չէ, օդը, բայց ասերին, որ անձրև է գալու, չէ, հետո ենք ասի, չէ, անձրև չէր գալու, ինչ որ ասավ, ասում ես, հա, հետո երթում ես, մեկ քիչ, հետո պակսացնում եք, ժամերն եք պակսացնում, օրերն եք պակսացնում, հիմա ամիս մեկ եք տեսում, թե տարի մեկ եք տեսում, դուք պետք է ձեզի փոխեք, որ ամենակարևոր բաները դրանք էր, boundary, սպասելիք չունենաք, իմանաք, որ նա չի փոխվի, շատ լավ, be ready, այդ Christmas գիշեր, զատի գիշեր, որ իմանում եք երթալու եք, դուք պետք է մտածեք, ես հետո նասա ինտերվյու, հիմա դե հատ սալատ կուտեմ, թե չեմ ուտի, այսինքն այդ ձևի պետք է ներս մտնեք, այդ ձևի էլ դուրս գաք, որ այդ գիշերը հանգիստ անցացնենք, եթե չէ, պատերազմ է ելնելու, կհիվանդանաք, կգաք տուն, մի ամիս էլը կհիվանդանաք, որտև իրանց gaslight-ը ձեզի հիվանդացնում է, այդ solution-ը բալանին արդեն ունեցաք, իսկ այդ գլխի հետևի որ ասում ես անընդհատ, I'm not enough, ես լավը չեմ, ես սիրուն չեմ, ես բավական չեմ, իմ ճաշերը լավը չի, ծրագրի վերջնենք, պետք է վերջացնեմ, մյուս շաբաթ եկեք գիծի վրա կխոսանք այդ արդիվ, շատ մերսի ձեր զանգից, սիրելիներ, ծրագրի վերջնենք, ինձ հետ ժամադրության համար, հոգեկան անհանգստությունների վերաբերյալ, ընտանեկան դժվարություններ, զույգեր ամուսիններ, նախքան ամուսնության թեստերի համար, նույնպես depression, anxiety, panic attack, կարող եք իմ գրասենյակը զանգել ժամադրության համար 818 326 82 21 թվով։ Բոլորիդ հանձնում եմ Աստծո ձեռը և ձեր ձեռքը, բարի գիշեր։